Ինչ էլ անեն, ես կռիվ չեմ ձեր արածները այդ կդերը չեն կուտելու, կոնֆլիկտ չեմ սարքելու։ Ինչ որ դավադիր ծրագիր կա Գյումրիում փչացնել 13 օր ընթացող քարոզարշավի խաղաղ մթնոլորտը, կարծում է Վարդան Ղուկասյանը։ Սարքում է պետությունը, խառնակցություն է անում։ Հինգշաբթին դիմադիր երկու ուժերի մեր քաղաքը եւ Մայր Հայաստան դաշինքների գրասենյակներում իրավապահների գործողություններից հետո Գյումրիում արձանագրվեց բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր բոլոր ուժերի միասնականությունը։ Մարտուն Գրիգորյանին ու Կարեն Սիմոնյանին իրենց աջակցությունը հայտնեցին Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արտյոմ Ղարաղազարյանը։ Ըստ վերլուծաբանների ապացուցվեց շրջանառվող կարծիքը, որ քաղաքացիական պայմանագիրը պարտված է Գյումրիում։ Ուրբաթը սկսվեց ընդդիմադիր առանցքային դեմքերի Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի հեռակա բանավեճով։ Հինգշաբթի գիշերը մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անդամներին ձերբակալել են, քանի որ գաղտնազերծել է իշխանությունների իր բառերով դավադիր ծրագիրը։ Իշխանությունները ընդդիմադիր թեկնածուներից մեկին ուրճացնում են, արեստական տոկոսներ են տալիս այդ թեկնածուին, որպեսզի վաղը մյուս օր գյումրեցին չուզենալով այդ թեկնածուին քաղաքապետ տեսնել, չգնա Մարտուն Գրիգորյանի օգտին քվեարկի։ Ընդդիմադիր այդ թեկնածուն Վարդան Ղուկասյանն է, ըստ Գրիգորյանի։ Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում էին քաղաքը տանեն։ Ճիշտ ասած սպասում էի, որ ինքը որ իր թեկնածությունը դրեց, մի բան պետք է այստեղ ստացվի էլի, ասենք Երևանի Սերժ Սարգսյանը մի բան պետք է սարքի անպայման, ինքը չի կարող հանգիստ մնալ։ Եվ մի բան եմ ասում, չեմ ուզում շատ խորանալ, ինչ որ որևիցե մի բան քեզ ասել։ Ես միշտ ասում եմ, որ Աստված թող ավելի շատ դիմացություն տա քեզ։ Ղուկասյանը այսօր առավոտյան վերահաստատել է, բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Ձերքս դնել ավետարանի վրա ու երթվել, որ ես մաքուր եմ, ոչ մեկը չկա իմ հետևից, ոչ մեկից օգնություն չեմ խնդրել եւ ոչ մեկի հետ այս պահին ես կապ չունեմ։ ԿՊ-ի հետ չհամագործակցելու պատճառներից մեկը ուղիղ ասում է Ղուկասյանը։ Այս կանին վրես գործ են հարուցել։ Այս կան գործեր են հարուցել իմ վրես։ Ես ոնց կարամ հետո ու այս դավաճանների հետ ճանապարհ գնալ։ Չորեքշաբթի Մարտուն Գրիգորյանը պնդել էր, որ իր հայտարարությունը պետք չէ ընկալել Վարդան Ղուկասյանի դեմ։ Ըստ Գրիգորյանի ինքը ընդամենը նպատակ ունի կանխել ՔՊԱ-ականների դավադիր ծրագիրը։ Ըստ վերլուծաբանների Գրիգորյանը ակնարկել էր, թե մարտի 30-ին ոչ մի ուժի 50+1 ձայն չհավաքելու դեպքում չի աջակցի Վարդան Ղուկասյանին, եթե Ղուկասյանը նրանից ավելի շատ ձայն հավաքած լինի։ Քանի որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու դեպքում իրավապահները ձերբակալելու են ընդդիմադիր քաղաքապետին եւ քաղաքի ղեկը վստահեն իշխանության դրածոյին։ Ղուկասյանը այսօր հայտարարել է, որ պատրաստ է իրենից շատ ձայն հավաքած ցանկացած ընդդիմադիր ուժի աջակցել, երբ հավաքանին քաղաքապետ ընտրի։ Եթե ինձանից շատ որևիցե մեկը ձայն հավաքեցիք, ես միանում եմ ձեզ առանց պաշտոն ուզելու, առանց փոխքաղաքապետի, առանց ինչ որ մի բաժնի պետի, առանց որևիցե մի բանի եւ իմ ավականները պաշտպանելու են ձեզ։ Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ այդքան մաքուր եք, հələ կտեսնեմ դուք ինձ կմիանաք թե ոչ։ Քաղաքապետի թեկնածուն նաև հայտարարել է, որ իրեն վերաբերող քրեական գործերով անհնար է իրեն ազատազրկեն, քանի որ ակնհայտ է իր անմեղությունը։ Ոչ մի գործի հետ ինձ առնչություն չունեն։ Պատկերացրեք, ասենք Բալասանյան Սամվելի ժամանակահատվածի 60 հոդվածի գործերը բերել են դատախազությունը իմ պահով ներկայացնում է, որ պատասխան պիտի տա Վարդան Ղուկասյանը։ Մենք երբ որ ներկայացրեցինք, թե սրանք իմ ժամանակ չի եղել, շշմահաց ինձ են նայում։ Դեռ շատերն են շշմած նայելու, վստահ է քաղաքապետի թեկնածուն, չի կասկածում իր հաղթանակին։ Խաղաղություն ամենեցում։ Լիլիթ Սարգսյան, Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։